հրապարակի հարգելի հետևողներ, հիշեցնեմ, մենք գտնվում ենք Սուրբ Սարգիս եկեղեցու բակում, այստեղ եկել ենք պատարագը լուսաբանելու, այնուհետև երթը մեզ թույլ չտվեցին մտնել ներս, ներսում է գտնվում Նիկոլ Փաշինյանը, ստիպված ենք սահմանափակվել դրսից որոշ նկարահանումներ իրականացնելով, ուզում եմ ձեր ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել ավտոշարասյան մեջ գտնվող ավտոմեքենաների քանակին, սա այն անձնավորության ավտոշարասյունն է, ով տարիներ շարունակ պայքարում էր պատավատապետության դեմ։ Ավտոշարասյունից զատ այստեղ մենք հաշվել ենք մոտավորապես 50 ոստիկանական համազգեստով մարդկանց, ևս մոտավոր 50 հոգի կարողացա հաշվել ոչ համազգեստով թիկնազորի անդամների, սեպատեցան ներկայացուցիչներ, ուղղակի թիկնապահներ, պատարագը սկսվել է բավականին ուշ, պարզվում է սպասելիս են եղել Նիկոլ Փաշինյանի ժամանմանը։ Հիշեցնեմ, որ Սուրբ Սարգիսը այն եկեղեցին է, որտեղ համաձայնել էին զեղչել Գերապար Հայրապետի անունը, սակայն այս եկեղեցու պատարագները ևս միշտ չի, որ խաղաղ են անցել, դեկտեմբերին այստեղ միջադեպ եղավ, երբ Գերապար Հայրապետի անունը զեղչվեց, մի խումբ հավատավոր երիտասարդներ հնչեցրին նրա անունը, աղմուկ, հրմշտոց առաջացավ, մարդիկ դրման ենթարկվեցին, հիմա այսօր նորից Նիկոլ Փաշինյանը այստեղ է։ Նիկոլ Փաշինյանը բարբերաբար Հայաստանը ներկայացնում է որպես ժողովրդավար երկիր, իսկ իրեն շատ ժողովրդավար ուրախչապետ, բայց ահա 100 հոգի ապահովում է նրա անվտանգությունը։ Եվ որպես Տիրոջ զավակներ, այո, Տիրոջ զավակներ,